այդ լավ է, որ տղեկը սաղ ամեն տեսնում են, կյանքից հասկանում են ընտրում, իսկ մենք խուլ հավի պես պետք է գնանք, ով առաջինը բարևեց, ասենք իրան ենք ուզում։ 4 խորհուրդ, որ կտայի ինձ 20 տարեկանում։ Առաջինը խորհուրդ կտայի օր առաջ գնալ հոգեթերապիայի եւ կաշխատեի ցածր ինքնագնահատականի, անընդհատ մեղքի զգացողության ու տագնապային մտքերի հետ։ Այն ժամանակ ափսոսում էի շատ այդ գումարը, բայց հիմա որ հետ եմ նայում, իմ բոլոր գնումներից կհրաժարվեի եւ 1 օր առաջ կլինեի թերապևտի սենյակում։ Երկրորդը խորհուրդ կտայի ավելի թեթև վերաբերվել տղաների հետ ծանոթություններին, հանգիստ կգնայի դեյթերի։ Այն ժամանակ շատ կոմպլեքսավորված էի ու հանուն արդարության 10 տարի առաջ ժամադրությունների գնալը դա ամոթ բան էր ու հանդիպելիս չէի մտածի, որ այդ տղային ես կփոխեմ, շորերը, սանրվածքը կդարձնեմ ուզած ձևով, դա իմ պատասխանատվությունը չէի վերցնի իմ վրա։ Երրորդը խորհուրդ կտայի պաշտպանել իմ էներգիան եւ սահմանները ամեն գնով, իմ ռեսուրսները առաջինը կծառայեցնեի ինձ համար։ Նախկինում շատ մտածում էի, որ հանկարծ ոչ մեկին չնեղացնեմ, բոլորի սրտով լինի։ Եվ վերջին խորհուրդը 20 տարեկան Էվիկին հաստատ կհուշեի, որ առողջությունը նպատակներից կարևոր չի ու պետք չի փորձել բոլորին ապացուցել, որ դու ամեն ինչ կարող ես անել, շատ բաների կարող ես հասնել։ Խորհուրդ կտայի կենտրոնանալ ամեն օրվա վրա ու վայելել երիտասարդությունը ու սիրուն պահերը։